մարդը գալիս է, փող առաջարկում ու այդ բժշկը ամեն ինչին համաձայն է, այդ սխալ է։ Ամբողջ դեմքը անշարժացած է։ Դուք ուզում եք հեռացնեք ֆիլերը, դուք հեշտ ու հանգիստ այդ կարակ անեք, եթե դուք աշխատել եք ճիշտ ֆիլերներով։ Այստեղ է հատկապես կարևոր, որպեսզի կոսմետոլոգ ունենա բժշկի կրթություն։ Այդ ճիշտ է, որ մարդիկ հենց որ գալիս են, ասենք թե իմ մոտ բոտոքս են սրսկում, իրանք հետո էլի մոտ կանում են, մի կես տարի հետո էլի գալիս են, էլի մենք սրսկում ենք, բայց այդ ոչ թե նրանց է, որ կախվածություն առաջանում, այն ինքը իր դուրը գալիս է։ 30-35 հետո արդեն anti-age միանշանակ պետք է անել։ Երրորդ տարին է, որ Հայաստանում եմ ապրում աշխատում, ես մտածում եմ, որ այստեղ տղամարդիկ չեն էլ գա կոսմետոլոգիա, որովհետև Մոսկվայում սենց ասեմ 50-50 էր մոտավորապես։ Այստեղ երևի մի 10% քիչ է տղամարդիկ, բայց մեկը գալիս են, ով են галис, այն մարդիկ, бизнесмены, актеры, футболисты, медийные люди обращаются еще с рубцами, ասենք թե после կեսարեва, որտեվ սիրուն չի նայում, վատ են կարել, էդ էլ է կոսմետոլոգիա, որը մենք հեռացնում ենք недостатки, մենք հենց որ խոսում ենք կոսմետոլոգիայի մասին, մենք մենակ դեմքի մասին չենք խոսում, մենք սավ մարմնի մասին ենք խոսում։